Գիրք Ծննդոց, գլուխ 8. Եվ Աստված հիշեց Նոյին և բոլոր կենդանիներին և բոլոր անասուններին, որ նրան հետ տապանումն էին։ Եվ Աստված երկրի վրա մի քամի բերավ, և ջրերը նվազվեցան, և անդունդի աղբյուրները և երկնքի պատուհանները փակվեցան, և անձրևը երկնքից դադարեց։ Եվ ջրերը գնալով երկրի վրայից քաշվում էին, և 150 օրից հետո ջրերը քիչացան։ Եվ 7-րդ ամսում, ամսի 17-րդ օրը, տապանը Արարատ սարի վրա նստեց։ Եվ ջրերը գնալով քիչանում էին մինչև 10-րդ ամիսը, 10-րդ ամսի 1-ին սարերի գլուխները երևեցան։ Եվ եղավ, որ 40 օրից հետո Նոյն իր շինած տապանի պատուհանը բացավ, և ագռավն արձակեց։ Եվ սա դուրս եկավ գնում ու գալիս էր մինչև երկրի վրայից ջրերի ցամաքիլը։ Հետո աղավնուն ուղարկեց իր մոտից, որ տեսնե, թե արդյոք ջրերը քիչացել են երկրի երեսի վրայից։ Եվ աղավնին իր ոտքի հանգստության տեղ չգտավ, և ետ դարձավ նրա մոտ դեպի տապանը, որովհետև բոլոր երկրի երեսի վրա ջուր կար։ Եվ Նոյն իր ձեռքը մեկնեց և առավ նրան, և բերավ իր մոտ տապանի մեջ։ Եվ 7 օր էլ սպասեց, և դարձյալ արձակեց աղավնուն տապանիցը։ Եվ իրիկվա դեմ աղավնին նրա մոտ եկավ, և ահա բերանումը մի ձիթենու նոր կտրված տերև կար։ Եվ Նոյը գիտաց, որ ջրերը երկրի վրա քիչացել են։ Եվ 7 օր էլ սպասեց, և աղավնուն արձակեց, և նա այլևս նրա մոտ ետ չդարձավ։ Եվ եղավ, որ 601 տարումը առաջի ամսի 1-ին ջրերը երկրի վրայից ցամաքեցան։ Եվ Նոյը տապանի ծածկոցը վեր առավ և մտիկ տվավ, և ահա երկրի երեսը ցամաքել էր։ Եվ երկրորդ ամսումը ամսի 27-րդ օրը երկիրը չորացավ։ Եվ Աստված խոսեց Նոյի հետ և ասեց. «Դուրս եք տապանիցը դու և քո կինը, և քո որդիքը, և քո որդկանց կանայքը քեզ հետ։ Քեզ հետ լինող բոլոր կենդանին ամեն մարմնից, թե թռչուն, թե անասուն, և թե երկրի վրա սողացող բոլոր սողունները քեզ հետ հանիր, որ երկրի վրա բազմանան, և երկրի վրա աճին և շատանան»։ Եվ դուրս եկավ Նոյը և իր որդիքը, և իր կինը, և իր որդկանց կանայքն իր հետ։ Ամեն կենդանի, ամեն սողուն և ամեն թռչուն, երկրի վրա ամեն շարժողներն իրանց ցեղերովը դուրս եկան տապանիցը։ Եվ Նոյը մի սեղան շինեց Եհովայի համար, և առավ բոլոր մաքուր անասունից և բոլոր մաքուր թռչուններից, և սեղանի վրա ողջակեզներ մատուցրեց։ Եվ Եհովան անուշ հոտը հոտոտաց, և Եհովան ասեց իր սրտուման. «Այլևս չեմ անիծի երկիրը մարդի պատճառով, որովհետև մարդի սրտի խորհուրդը չար է իր մանկությունիցը, և այլևս չեմ զարկի բնավ ոչ մի կենդանի, ինչպես արի։ Այսուհետև քանի ժամանակ, որ երկիրը կմնա սերմ ու հունձք, և ցուրտ ու տաք, ամառ ու ձմեռ, և ցերեկ ու գիշեր չեն դադարի»։